Հայաստանում հետծննդաբերական դեպրեսիա ախտորոշումը հոգեբուժների կողմից է որպես այդպեսին իրականացվում, բայց մենք հոգեբաններս հոգեթերապևտիկ աշխատանք ենք իրականացնում այս ախտորոշումն ունեցող կանանց հետ։ Պաշտոնական վիճակագրություն որպես այդպեսին չունենք, բայց իրականում շատ ավելի շատ են կանայք, ովքեր անցնում են եւ բախվում են այս խնդրին, քան իրականում դիմում են օգնության։ Հաճախ հասարակությունը լինում է քննադատ եւ մի տեսակ ըմբռնումով չեն մոտենում եւ կնոջ ապրումները արժեզրկում են, մինչև հետծննդաբերական դեպրեսիային հասնելը նաև այլ հոգեվիճակ ունենք, որը կոչվում է baby blues կամ մայրական թախիծ, սա չի համարվում որպես այդպեսին ավելի բարդ խնդիր, ավելի շատ տարածված է մայրիկների մոտ ու երեխայի ծննդից հետո առաջին շաբաթների կամ օրերի ընթացքում է դրսևորվում։ Հիմնական պատճառը որպես այդպեսին դա թե հորմոնների որպես այդպեսին արկայությունն է, ինչպես նաև մոր կենսակերպի քնի ռեժիմի փոփոխությունը, նոր պարտականությունները եւ այն կանայք, ովքեր աջակցություն չեն ստանում իրենց նեղ սոցիալական միջավայրի կողմից, ավելի շատ են բախվում այս խնդրին։